Հուլիսի 7-ից Թուրքիան հայտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Երկիրը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի խոշոր գագաթնաժողովը, այնպիսի իրադարձություն, որը սովորաբար ներկայացվում է որպես դիվանագիտական բարձր մակարդակի հանդիպում, անվտանգության, համագործակցության և ռազմաքաղաքական քննարկումների համար։ Բայց այս անգամ պատկերն այլ է։ Թուրքիայի ներսում իրավիճակը գնալով ավելի է սրվում, և գագաթնաժողովը փոխանակ դառնալու դիվանագիտական հաղթանակ վերածվում է ներքաղաքական և հասարակական լարվածության նոր կենտրոնի։ Վերջին օրերին Թուրքիայում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք արդեն դուրս են եկել մեկ քաղաքային շրջանակից։ Թուրքիայի կոմունիստական կուսակցության և մի շարք ձախակողմյան կազմակերպությունների նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Անկարա, Ստամբուլ և մի շարք այլ խոշոր քաղաքներ բառացիորեն հեղեղվել են ցուցարարներով։ Նրանց պահանջը կտրուկ է և անզիջում։ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ցուցարարները նաև պահանջում են փակել երկրի տարածքում գործող արտասահմանյան ռազմական բազաները, դրանք համարելով արտաքին ազդեցության և վերահսկման գործիք։ Փողոցներում հնչող կարգախոսները գնալով ավելի սուր են դառնում։ Ցուցարարները բացահայտ հայտարարում են, որ ՆԱՏՕ-ն իրենց ընկալմամբ ոչ թե պաշտպանական դաշինք է, այլ հակամարտություններ հրահրող կառույց։ Նրանց խոսքերով, դաշինքը պատասխանատու է Մերձավոր Արևելքում պատերազմների խորացման համար, այն օգտագործվում է տարածաշրջանային քաղաքական ճնշումների գործիք, և Թուրքիան ներգրավվելով երկիրը դարձնում է արտաքին ռազմավարական ծրագրերի մաս։ Ցուցարարներից մեկը հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Մենք չենք ուզում մեր երկրում տեսնել ՆԱՏՕ-ն կամ որևէ կայսերական ուժ, սա մեր երկիրն է և մենք չենք ընդունում արտաքին ռազմական վերահսկողություն»։ Սկզբում ցույցերը համեմատաբար խաղաղ էին, բայց օրերի ընթացքում իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել։ Անկարայում մի քանի հատվածներ գրեթե օրերով մնացել են ցուցարարների վերահսկողության տակ։ Փողոցները փակվել են, երթևեկությունը կանգ է առել, և մայրաքաղաքը հայտնվել է շարունակական լարվածության մեջ։ Իշխանությունները, փորձելով վերահսկել իրավիճակը, ուժեղացրել են ոստիկանության ներկայությունը, բայց դա միայն սրել է իրավիճակը։ Խաղաղ ցույցերը վերածվել են բախումների։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և հատուկ միջոցներ ցուցարարներին ցրելու համար։ Արդյունքում իրավիճակը մի քանի քաղաքներում դուրս է եկել վերահսկողությունից։ Հաղորդվում է, որ բախումների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Նրանց թվում են ոչ միայն ակտիվիստներ, այլ նաև լրագրողներ, իրավապաշտպաններ և նույնիսկ գիտնականներ, ինչը արդեն առաջացրել է միջազգային արձագանքի առաջին ալիքները։ Թուրքիայի ներսում ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրավիճակը դուրս է եկել զուտ անվտանգության շրջանակներից։ Նրանց գնահատմամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը օգտագործվում է որպես պատրվակ երկրում քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար։ Ընդդիմադիր գործիչները պնդում են, որ զանգվածային ձերբակալությունները և ցույցերի արգելքները ստեղծում են քաղաքական ճնշման նոր ալիք։ Այս պահին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Անկարայի վրա։ Թուրքիան արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում ՆԱՏՕ-ի նման բարձր մակարդակի գագաթնաժողովը։ Առաջինը տեղի էր ունեցել 2004 թվականին Ստամբուլում, բայց այս անգամ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ներդրվել։ Ներգրավվել է շուրջ 70,000 ոստիկան և ժանդարմ։ Քաղաքի մի շարք հատվածներ փակվել են, տեղադրվել են լրացուցիչ պատնեշներ։ Շարժը մայրաքաղաքում խիստ սահմանափակվել է։ Անկարան փաստացի վերածվել է խիստ վերահսկվող անվտանգության գոտու։ Անկարայում ստեղծված լարվածությունը միայն փողոցներով չի սահմանափակվում, այն աստիճանաբար տեղափոխվում է քաղաքական դաշտ, վերածելով ավելի խորը ու բազմաշերտ ճգնաժամի, որտեղ խառնվում են ներքին իշխանական հաշվարկները, արտաքին քաղաքական շահերը և հասարակական դժգոհությունը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որ պաշտոնապես ներկայացվում է որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակ, Թուրքիայում ընկալվում է նաև որպես ներքաղաքական ուժային հավասարակշռության փորձաքար։ Թուրքիայի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրավիճակը վերահսկելի է, բայց իրականում գագաթնաժողովը վերածվել է նաև քաղաքական լուրջ փորձության։ Վերլուծաբանների կարծիքով Էրդողանի նպատակներից մեկը ոչ միայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաջողակ անցկացումն է, այլ նաև Թուրքիայի դիրքերի ուժեղացումը դաշինքի ներսում։ Այս մոտեցմամբ Անկարան փորձում է դառնալ ոչ միայն հյուրընկալող երկիր, այլ նաև ազդեցիկ որոշումներ թելադրող կենտրոն, բայց հենց այստեղ է, որ սկսվում է բախումը ներքին իրականության հետ։ Վերջին ամիսներին Թուրքիան արագացրել է նոր ռազմական և կառավարման կենտրոնի կառուցումը, որը արդեն ոչ պաշտոնապես անվանում են թուրքական Պենտագոն։ Այս հսկա համալիրը նախատեսված է ռազմական կառավարման, ռազմավարական պլանավորման և անվտանգային համակարգերի կենտրոնացման համար։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես ազգային անվտանգության նոր մակարդակ։
Բայց քննադատները կարծում են, որ սա նաև իշխանության կենտրոնացման և վերահսկողության ուժեղացման հերթական քայլն է, հատկապես այն պահին, երբ երկիրը պատրաստվում է ընդունել ՆԱՏՕ-ի առաջնորդներին, նման նախագծերը դառնում են քաղաքական ուղերձ ամբողջ աշխարհին։ Գագաթնաժողովից առաջ Թուրքիայում նկատվում է քաղաքական մթնոլորտի խստացում։ Իշխանությունները մի շարք ընդդիմադիրների խմբերի, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ սկսել են հետաքննություններ, նրանց մեղադրելով տարբեր պետական անվտանգության խնդիրների հետ կապված գործերում։ Կառավարական աղբյուրները պնդում են, որ այս քայլերը ուղղված են հնարավոր անկարգությունների կանխմանը, բայց ընդդիմադիրները դա անվանում են բացահայտ ճնշում։ Նրանց խոսքով երկիրը գնում է դեպի ավելի կոշտ քաղաքական վերահսկողության մոդել, որտեղ ցանկացած քննադատական ձայն կարող է ընկալվել որպես սպառնալիք։ Փողոցներում իրավիճակը նույնպես չի հանդարտվում։ Ցուցարարները, ովքեր սկզբում պահանջում էին միայն ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի քննարկում, այժմ իրենց հռետորաբանությունը կտրուկ սրել են։ Նրանք արդեն խոսում են ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլ նաև համակարգային պայքարի մասին։ Նրանց կարծիքով Թուրքիան վերածվել է արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող պետության, եւ այդ իրավիճակը պետք է արմատապես փոխվի։ Ակտիվիստները շարունակում են պնդել, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ոչ թե կայունություն է բերում, այլ հակառակը խորացնում է հակամարտությունները։ Միջազգային վերլուծական կենտրոնները ուշադիր հետևում են Անկարայում զարգացող իրադարձություններին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը պետք է դառնար միասնականության ցուցադրություն, հիմա ընկալվում է նաև որպես լարվածության փորձաքար դաշինքի ներսում։ Թուրքիայի ներսում տեղի ունեցող բողոքի ալիքը որոշ վերլուծաբանների կողմից դիտարկվում է որպես ավելի լայն հասարակական դժգոհության արտահայտություն, կապված ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական գործոնների հետ։ Մինչ աշխարհը պատրաստվում է գագաթնաժողովին, Անկարայում անվտանգության մակարդակը ասել է աննախադեպ բարձրության։ Քաղաքը գործնականում բաժանված է մի քանի վերահսկվող գոտիների։ Մուտքերը խիստ սահմանափակված են։ Ոստիկանությունը վերահսկում է հիմնական բոլոր խաչմերուկները։ Օդային տարածքի նկատմամբ սահմանվել են լրացուցիչ սահմանափակումներ։ Հանրային հավաքները շարունակվում են արգելված մնալ։ Այս պայմաններում քաղաքը ավելի շատ հիշեցնում է փակ ռազմական գոտի, քան միջազգային հանդիպում հյուրընկալող մայրաքաղաք։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ անկայուն։ Բողոքի ալիքը չի թուլանում, իսկ իշխանությունները փորձում են միաժամանակ ապահովել երկու նպատակ՝ անվտանգ անցկացնել գագաթնաժողովը և վերահսկել ներքին քաղաքական իրավիճակը, բայց հենց այս երկակի ճնշումն է, որ ստեղծում է ամենամեծ լարվածությունը։ Թուրքիայում զարգացող իրադարձությունները արդեն դուրս են եկել միայն ներքաղաքական շրջանակներից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որ պետք է լիներ դաշինքի միասնության խորհրդանիշ, աստիճանաբար վերածվում է միջազգային ուշադրության կենտրոնում գտնվող լարվածության կետերից մեկի։ Եվ հիմա հիմնական հարցը արդեն միայն Անկարան չէ, հարցը դառնում է՝ ինչ ազդեցություն կունենա այս իրավիճակը ՆԱՏՕ-ի ներսում ընդհանուր հավասարակշռության վրա։ Եվրոպական և արևմտյան քաղաքական շրջանակները ուշադիր հետևում են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Պաշտոնական մակարդակով դեռ պահպանվում է դիվանագիտական լռություն, սակայն վերլուծական դաշտում արդեն հնչում են մտահոգություններ։ Հիմնական մտահոգությունը վերաբերվում է ոչ միայն բողոքի ակցիաներին, այլ նաև այն հանգամանքին, որ գագաթնաժողովի անցկացումը ուղեկցվում է ներքին բախումներով և զանգվածային ձերբակալություններով։ Մի շարք դիտորդներ սա գնահատում են որպես ազդանշան, որ Թուրքիայում քաղաքական և հասարակական լարվածությունը գնալով խորանում է։ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան առանցքային անդամներից մեկն է թե աշխարհագրական դիրքով, թե ռազմական նշանակությամբ։ Բայց այս իրավիճակում դաշինքը կանգնած է բարդ իրականության առաջ։ Մի կողմից Թուրքիան հյուրընկալող երկիր է գագաթնաժողովի համար, մյուս կողմից ներսում աճում են հակադաշինքային տրամադրությունները։ Սա ստեղծում է հակասական պատկեր, որտեղ նույն երկրում տեղի են ունենում և բարձր մակարդակի միջազգային բանակցություններ և զանգվածային բողոքի շարժումներ նույն կառույցի դեմ։ Թուրքիայի ներսում հականատոական հռետորաբանությունը գնալով ավելի լայն տարածում է ստանում։ Ցուցարարները պնդում են, որ դաշինքը չի համապատասխանում տարածաշրջանի իրականությանը և ավելի շատ ծառայում է ռազմավարական շահերի բախմանը, քան կայունությանը։ Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան այսօր կանգնած է բարդ աշխարհական հավասարակշռության վրա։ Երկիրը միաժամանակ փորձում է պահպանել իր դիրքերը ՆԱՏՕ-ում, ուժեղացնել տարածաշրջանային ազդեցությունը և վերահսկել ներքին քաղաքական կայունությունը։ Բայց այս երեք ուղղությունները միշտ չէ, որ համընկնում են։ Հենց այստեղ է, որ առաջանում են լարվածություններ թե ներքին, թե արտաքին մակարդակներում։ Թուրքիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ բոլոր միջոցառումները ուղղված են կայունության պահպանմանը։
Անկարան շարունակում է մնալ խիստ վերահսկվող գոտի սահմանափակ տեղաշարժով եւ ուժեղացված ոստիկանական ներկայությամբ։ Թուրքիայի համար այս իրավիճակը նաեւ իմիջային խնդիր է։ Գագաթնաժողովը սովորաբար հնարավորություն է դառնում երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, բայց այս անգամ ուշադրության կենտրոնում ոչ թե միայն դիվանագիտությունն է, այլ նաև ներքին բախումները, ձերբակալությունները եւ փողոցային լարվածությունը։ Սա ստեղծում է հակասական պատկեր միջազգային հանրության աշխում։ Թուրքիայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը պետք է դառնար դաշինքի միասնականության ցուցադրություն, այժմ վերածվել է մի իրադարձության, որտեղ միահուսվել են քաղաքական հաշվարկները, հավասարակշռության դժգոհությունը եւ միջազգային ուշադրությունը, եւ մինչ առաջնորդները հավաքվում են Անկարայում փողոցներում, շարունակում են նույն հարցը. ինչ ուղղությամբ է շարժվում Թուրքիան՝ ավելի խոր ինտեգրման, թե հաջող ներքին հակադրությունների ճանապարհով։